Պարոն Ալեքսանյան, դուք ինչ եք կարծում, պետք է Հայաստանում ռուսական հեռուստաալիքները եթերազրկվեն, թե ոչ։ Իմ ընկալմամբ այս գործելավոճը եթե շարունակեն, պիտի եթերազրկվեն։ Իմ ընկալմամբ։ Ջան, ես պետքա սինխրոն դնեմ մի ընդհատեք, որ կարողանամ ռեպորտաժից մեջ խնդրեմ պատասխանել։ Նարեկին եք եթերազրկում ռուսական ալիքներին։ Ես պնդում եմ, որ եթե այս գործելավոճը շարունակվի, այո, պետքա եթերազրկվեն, որովհետև դա ուղղակի խայտարակություն է, այն բառապաշարը, որ օգտագործում են այնտեղ Հայաստանի պետական պաշտոնյաների հասցեին, այն խոսելավոճը, որ նրանք ունեն Հայաստանի պետական պաշտոնյաների հասցեին, ու առհասարակ այն աջակցությունը, որ նրանք ցույց են տալիս Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչություն նախաձեռնած խմբի նկատմամբ, բնականաբար այլ տեղ չի թողում, օրինակ ոնց է ուզում լսել, որ հետո նոր եթերազրկում։ Չեմ կարող կոնկրետ ասել, բայց կարծում եմ ինչ-որ մի պայից այդ որոշմանը պետքա գան։ Բայց այդպիսի քննարկում կա հիմա նախարարությունում, բան, դե դուք որպես քաղաքական Չեմ կարող ասել կա քննարկում թե չէ, բայց կարող եմ քաղաքական տեսանկյունից ասել, որ իմ ընկալմամբ միանշանակ ինչ-որ պայի, եթե սա շարունակվի, այդ լկտի բառապաշարը միանշանակ պետքա փակվի։ Օրինակ ոնց եք պատկերացնում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը միացնեք ու Ռուսաստանի պետական պաշտոնյաների մասին նման հայտարարություններ։ Դե նոր չի, պարոն Ալեքսանյան, երկար ժամանակ է այս խնդիրը կա, Դե այո, երկար ժամանակ միայն հայտարարություններ են։ Երկար ժամանակ հանդուրժել ենք, իսկ նա ինչ-որ պայից պետք է էլ չհանդուրժենք։ Ալեքսանյան, իսկ այդ ահաբեկչության փոխությունները դուք արտաքին ձեռագիր տեսնում եք միջամտություն։ Դե առնվազն այնտեղ իրանց պլանի մեջ հստակ կետ կար, ինչ-որ կողմի ներկայացուցիչի ներկայությամբ հանդիպման մասին, իսկ դա առնվազն հիմք տալիս է կասկածելու նման ուղղությամբ, բայց ստեղ մի բան էլ էլի անկեղծ եմ ասում, ես կարամ ստեղ հիմա ձևացնեմ, դուք եք արագ ձևացնեք, թե նմանատիպ բան չկա, բայց ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները շատ հստակ գիտեն, թե ընդդիմադիր գործիչներից, որը ինչ հատուկ ուժային ծառայության, որ երկրի հատուկ ուժային ծառայության, ինչ պագոն ունի առհասարակ։ Ես ձեզ ներողություն թույլ տվեք ասի, հա, ով ինչ պագոն ունի, որ ուժային կառույցից, խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Ասում եմ մեր քաղաքացիները դա շատ լավ գիտեն եւ հավելյալ դե դուք ուրեմն պակաս իրազեկ քաղաքացի եք։ Պարոն Ալեքսանյան, երեք ներողություն ԿՊ-ի վարչության հերթական նիստն է տեղի ունեցել, եթե ես չեմ սխալվում, առաջիկա ընտրությունների կազմն է հաստատվել, նախ քանի հոգի է առաջադրվել վարչության։ 42 տեխնացու կա վարչության ընտրությունների։ Վարկյան, սեպտեմբերին է ընտրությունը։ Եվ Արթուր Հովհաննիսյանն է առաջադրվել վարչության նախագահի ղեկավարի պաշտոնում։ Չէ, վարչության անդամի։ Նա գրառում էր արել։ Չէ, սխալ եք տեսել։ Պարոն Ալեքսանյան, քանիսն են ընտրվելու 40-ից, այսինքն տեսեք, կազմված լինելու։ թե քանիսից է կազմված լինելու, դա որոշելու է համաժողովը, բայց վարչությունն է իրավազոր առաջարկ ներկայացնելու եւ մեր նախնական ընկալմամբ մենք կներկայացնենք 20 հոգանոց վարչություն ունենալու առաջարկ, որ մի քիչ այո եւ մենք նաեւ կանանց քվոտա ենք սահմանելու առնվազն կանանց չէ հակառակ սեռի, այսինքն 20-ից 5-ը պետք է լինեն հակառակ սեռի ներկայացուցիչ առնվազն 5-ը։ Ինչու որոշեցիք այդպես, ավելի արդյունավետ էր, այսինքն ինչ կանանց ներգրավվածությունը։ Դե մեր քաղաքական թիմը առհասարակ կանանց ակտիվ քաղաքական գործունեությունը խթանելու քաղաքականություն ավարում, երևի թե արդեն 7 տարի ու դեռ մի բան էլ ավել։ Իսկ Հրապարակվել է տեխնացությունների վերջնական ցանկը։ Դրանից առաջին չի եղել, չեմ կարող ասել, նույնիսկ եղել է դեպքեր, որ ներկայացրել են փաստաթղթերը կիսատ ա եղել կամ բան, դրան հիմա չանդրադառնամ, sense տեխնիկական հարցեր են։ Երրորդ կողմ պետք է որ գան այդ կուսակցական ընտրությունները դիտարկեն, որ նախորդ անգամվա այդ խայտարակ պատմությունը, որ Արսեն Թորոսյանը բացահայտեց, քրեաթերթիկները բերել։ Այ ժողովուրդ, լավ, ես եկեք բացատրեմ, թե նախ ինչ ա եղել անցած անգամ։ Հետո նոր մի հատ չէ բան ա հնչել եթերով, հիմա կներեք պիտի արձագանքեմ։ Անցած անգամ առաջին անգամն էր, որ ԿՊ-ն ունեցել է համաժողով, որտեղ քվեարկող պատվիրակների թիվը նախկին 200-ի կամ 300-ի փոխարեն եղել է 1000։ Այս փաստը հաշվի չառնելով սակայն մեր հաշվարկի մեխանիզմը եղել հետևյալը, որ 4 թե 5 համակարգիչ իրար կողք դրած ու մեր քվեաթերթիկներն էլ նենց են, որ միանգամից 15 հոգու է ընտրում, այսինքն
ու իրար կողք կանգնած մարդիկ այդ համակարգիչների դիմաց իրար թելադրել են այդ անունները։ Մեկը կողքին կներեք, մեկը կողքի ձայնն ա լսել, մեկը բան արել, մի քանի ձայնի ընդհանուր տարբերություն ա եղել, որը վերահաշվարկի ընթացքում, որովհետև այդ քվեաթերթիկները ոչ մի բան չեն եղել, ուղղակի համակարգիչ անցկացնելուց այդ քիփ տարածքում մարդիկ սխալ են լսել ընդամենը դա է տեղի ունեցած է։ Ու քանի որ վերջի տեղերում շատ քիփ են դասավորված եղել ձայները, այնտեղ որոշակի փոփոխություններ են եղել, եթե չեմ սխալվում, իմ ձայներից էլ 2 թե 3 ձայն իմ ձայներից էլ է պակասել, բայց այդտեղ ինչ որ բան չեմ տեսնում, էլի ես կներեմ։ կներեմ։ Իսկ վարչության նախագահի մասով, այսինքն այստեղ շարունակել է Փաշինյանը ղեկավարել։ Շո, պետքա նախ ընտրություն լինի։ Կներեք, ի տարբերություն մյուս կուսակցությունների, օրինակ Հանրապետականում գիտեք ոնց է ղեկավար մարմինը ընտրվում։ Մեր մոտ գնում ենք քվեաթերթիկով նշում ենք բան ենք անում, մարդիկ գալիս են քվեարկում են, Հանրապետականում գնում են, բոլորը նստում են մի դահլիճում, Սերժ Սարգսյանը ասում է, այս կազմն է, ով է կողմ ու բոլորը ձեռ են բարձրացնում։ Այնտեղ տենց է այդ քվեարկությունը։ Մեր մոտ ինքը չի հավակնելու այդ վարչության ղեկավարի բանը։ Նախկինում Դե ասում շո 18 թվի բան եք ասում, դրանից տվեց ու չկատարեց այդ փուլում դա էլ է ասել բան Ալեքսանդր։ Ինձ չի թվում, որ նման բան ա եղել, Նարեկ ջան, բայց այնուամենայնիվ ձեր քաղաքական պարբերաբար հնչող արտահայտությունները ես ողջունում եմ ձեր ակտիվ քաղաքական դիրքորոշումը, թեև կխնդրեի, որ թեև այդտեղ հարց չկար։ Չէ, ասում եմ այն Այդտեղ հարց չկար, դուք դիտարկում եք անում ձեր գործընկերոջ ասացին։ Ժամանակահատվածը չհիշացնեմ, Որ ժամանակահատված։ այն որ բուր Նիկոլ Փաշինյանը մի շարք խոստումներ էր տալիս։ Ու հիմա երբ որ ասեմ, որ խոստումներն էր տալի, միակ բանը, որ ասելու եք, որ բան է, ասել Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Ճիշտ է, բայց չեք ասել։ Արդարադատության բարեփոխում։ Եվ չի եղել արդարադատության։ Շիլնում չի կատարվում Թալանի վերադարձը։ Արագաչափեր կարմիր գծեր։ Արագաչափեր կարմիր գծերի մասով եղել է դիրքորոշման հստակ փոփոխություն։ Հոգատար հանրություն, երջանիկ անհա։ Եւ եղել են դրանք։ այդ ուղղությամբ ձեռնարկվել է այն ամեն ինչը, ինչը որ եղել է։ Իսկ այսինքն ձեզ ինչ է թվացել, որ կարգախոս, այսինքն Նարեկ ձեզ թվացել է, որ երբ որ մենք հայտարարել ենք այդ կարգախոսը, ընտրությունների հենց հաջորդ օրը ու դրանից ցայսօր դուք ձեզ անչափ երջանիկ պետք է զգայիք։ Ցանկացած վարքյան, ցանկացած բայ, նույնիսկ ինձ հետ հարցազրույց անելու չեմ կարծում։ Պետք է երջանիկ լինեին մարդիկ։ Պիտի երջանիկ լինեն ու մենք այդ ուղղությամբ էլ ամեն ինչ անում Մի ենք։ քանի ամիս է մնացել, որ այդ խոստումը Ես ձեզ վստահեցնում եմ, որ օրինակ մարդիկ հենց հիմա շատ երջանիկ են այն փաստի բերումով, որ Հայաստանի Հանրապետության ուժային մարմինների շնորհիվ կանխվել է Հայաստանի Հանրապետությունը խորը ու մեծամասշտաբ ահաբեկչության մեծ ներքաշելու գործողություն, այսինքն մենակ այդքանով արդեն իսկ կարծում եմ մարդկանց շատ մեծ մասը շատ երջանիկ է, որ իր հարազատները չեն զոհվել կամայական տերակտի արդյունքում։ Բայց գալով ձեր ասը ունեցել է քաղաքական դրդիչներ, հովանավորներ, հաշվի առնենք, որ Բագրատ հիմա կվերադառնեմ։ Սեպտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, հանդիպումներ ունեցավ երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, հիշում ենք նաեւ, որ խորհրդարանական ընդդիմության հրավերով նա եղել է նաեւ ազգային ժողովում, նույնիսկ անդրից ելույթ ունեցել։ Ըստ ձեզ այս պլանի կազմման Դե այնտեղ ցա հենց գաղտնալսումներում կոնկրետ հատված կազմա, դե սցենարը պետքա լինի հետեւյալ ազգային ժողովում լսումներ, նախ այդ լսումներով պետքա կազմակերպել ընդդիմադիր խմբակցություն առնվազն մեկը, եթե ոչ երկուսը միասին։ Անցագրեր պետքա գրվեին կոնկրետ մարդկանց, ով պետքա գրեր ընդդիմադիր խմբակցություններից առնվազն մեկը։ Ամբողջ ընթացքում ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի շարժման այդ ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական падգամավորներ, կոնկրետ ամբողջ սկզբից մինչև վերջ։ Արդյոք դա քաղաքական որոշակի պատկանելիության ցուցիչ չի, իմ ընկալմամբ պատկանելիության ցուցիչ է։ Արդյոք հիմա ինչ որ մեկը կա, որ հավատում է, որ նա ուղղակի ինքնուրույն ասա որոշել, չի խորհրդակցել ոչ մեկի հետ, չի պատմել սրա մասին, ֆինանսավորում չի ստացել, չգիտեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, թող իրավապահները պատասխանեն, բայց վերջերս քննչական կոմիտեի նախագահը նաև հայտարարություն տարածեց, հարցազրույցում իր նշեց, որ բանից պարզվում է հեղաշրջման բուռն սիրահար Միքայել Աչապահյանը նաև շատ մեծ սեր ունի ձեռագրության հետ ու օրագիր է պահում ու որի մեջ նաև նշել է թե ով է Բագրատ Գալստանյանին այդ ամեն ինչի հորդորը եւ մնացած արել, այնպես որ կարծում եմ, այսինքն կարծում եմ
Կարծում եմ, որ հետագայում այս թեմայով բացահայտումներ կլինեն, բայց այն, որ երկրորդ ու երրորդ նախագահները անթաքույց կերպով աջակցել են այս տերորիստական խմբակին, դա փաստ է։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսի գիտությամբ է տեղի ունեցել։ Առնվազն Գալստանյանը ամեն քայլափոխի ասում էր, ես ինչ անում եմ կտրիչի օրհնությամբ, ինքը իհարկե կտրիչի փոխարեն այլ անուններ Իսկ ասում։ պարոն Ալեքսանյան, հեցի մասով մի ճշտող հարց է, քանի որ ոնց հասկացվում է շատ արագ է այդ կառավարման հարցը պատրաստվում իշխանությունը լուծել, կա տեխնացու ինչ որ մեկին դիտարկում եք արդեն, որ պետք է ստանձնի այնտեղ այդ պաշտոնը։ Չէ, չեմ կարող այս բանին պատասխանել, բայց վստահ եմ շատ կոմպետենտ մարդ կնշանակվի այնտեղ։ Որովհետև հիմա ձեզ նաև ընդդիմությունը ասում է նույնիսկ էներգետիկ ոլորտը։ Աչի մի վարքյան, բայց մի հատ գանք էլի, մի հատ հետ գանք այս թեմային են, որ ասում եք ընդդիմությունն ասում էր, ինչին կպնում եք չորանում է։ Բայց այդ ո՞նց է ստացվում, որ պետական մասնաբաժին ԶՊՄԿ-ում ունենալուց հետո չեք ասում։ մի վարքյան ԶՊՄԿ-ում պետական ներկայացուցչություն ունենալուց ու պետական մասնաբաժին ունենալուց հետո ու առհասարակ ԶՊՄԿ-ի վճարված հարկերը բազմապատկվել են։ Բայց այդ ո՞նց է լինում։ Բայց ի՞նչ լոգիկա է, բայց վայ Հակոբյանները բանը, որ այնտեղ փայատեր էին, բայց չէին կարող այդպես շահույթով աշխատացնեին ԶՊՄԿ-ն։ Հստակ օրինակ կա ԶՊՄԿ, ժողովուրդ ջան, ԶՊՄԿ եղել է իրանց կառավարման տենց օրթախապետության կոնկրետ ներկայացուցչություն ԶՊՄԿ-ն, ունեցել է կոնկրետ թվերով նայեք, որ թվականին ինչքան շահույթ է ունեցել։ Ունայեք մեր կառավարման տարիներին ու նաև պետական մասնակցություն ունենալուց հետո որքան շահույթ է ունեցել։ Ու կտենաք թե ով ավելի լավ կառավարիչ ու ում ձեռնարկապնելուց հետո չորանում։ Քանի որ նախագիծը մեծ հաշվով կառավարման հարցն է լուծում, դուք էլ այստեղ ճշգրտեցիք, որ խոսքը դա կառավարման մասին է։ Այդ պետականացնելը դա նոր նախաձեռնությամբ է իրականացվել։ Այո, նոր նախաձեռնությամբ իրականացվի Ինչ դա ինչպես է կանելու։ Իրավաբանները արդեն մանրամասները ավելի կներկայացնեն։ Բայց պետությունը պատրաստ է վճարել սեփականատիրը, չէ՞, որտեղ ոնց որ թե օրենքը ինչ պահանջներ որ կունենա ու իրավական գործընթացը ինչ ճանապարհ որ կընդգծի սրա համար, այդ ճանապարհով էլ պետք է անցնենք բնականաբար։ Ասում են ազգայնացման դեպքում փոխհատուցում չկա, պետականացման դեպքում կա։ Դե կարող եմ ասել, որ իրավաբան մեր գործընկերները շատ ավելի հստակ այս հարցին պատասխանը կտան, միանշանակ ասում են, որ այս հարցը պետք է շատ լայն քննարկում լինի նախ թիմի ներսում եւ հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ։ Այսինքն շարունակում է հեծը, կներեք, շարունակում է հեծը մնալ սեփականատիրոջ, ուղղակի պետությունը այս փոփոխությունները նման հնարավորություն են տալիս։ Եվ արդեն երբ է պետությունը պատրաստվում այդ հնարավորությունը։ Առաջիկայում սրա մասին կխոսենք։ Շատ առաջիկայում, ձեզ նույնպես։ Մեկ հարցը եթե դուք հապված եք միապետք է պետությունը կառավարի, թե օրինակ պետությունը Այսինքն բիոլոջի տարբերակն է ասում։ Առհասարակ օպերատորի համակարգ։